Ողջույն, սիրելի ժողովուրդ, կուզենայի որ ասեմ թե իրոք հասնել Սամվել Կարապետյանին, որովհետև լսեցի իր հարցազրույցը, ու իմ մոտ մի բան առաջացավ, զգացում առաջացավ, որ ինքը չի դիապետում հայ ժողովրդին, իրոք չի ճանաչում հայ ժողովրդին։ Ու ես կուզենայի ասել հետևելը, հարգելի դուք իրոք չեք ճանաչում հայ ժողովրդին եւ ես կարող եմ 3 պատճառ բերել ու ապացուցել, որ դա այդպես է։ Պատճառ համար առաջին, ձեր հարցազրույցի ժամանակ հաճախ նշում եք, որ դուք ամենամեծ բարեգործն եք եւ 18 տարի է բարեգործություն եք անում եւ դուք միակ բարեգործն եք, որ ամենաշատ բանն եք արել հայ ժողովրդի համար։ Եվ զարմանում եք, դա մի կողմ բարեգործությունը, զարմանում եք, որ հայ ժողովուրդը իր երախտագիտությունը չի արտահայտում դրա դիմաց, երախտապարտ չի ձեզ։ Ինչը նշանակում է, որ դուք չեք ճանաչում հայ ժողովրդին։ Նախ նշեմ, որ դուք միակ բարեգործը չեք։ Երևի չեք ճանաչում, որ եւ տեղյակ չեք, որ ավելի շատ բարեգործներ կան եւ ավելի մեծ բաներ են արել, որոնք փող չեն հնչեցրել, շփոթ չեն փչել ասելու թե բարեգործ ենք։ Օրինակ Սամվել Սիմոնյանի մասին կարծեմ տեղյակ չեք, որի մասին հաջորդ տեսանյութերում պետք է պատմեմ ես, ով է Սամվել Սիմոնյանը։ Բայց ինչն է ինձ համար ցավը, որ դուք օրինակ նշում եք, որ ժողովուրդը երախտապարտ չի, սակայն ուզում եմ նշեմ, որ հայ ժողովուրդը ի տարբերություն մյուս ազգերից, եթե դուք նրա դիմաց մի կտոր հաց տնեք, ապա նա պատրաստ է ձեր առաջ սուփրասեղան փռելու, այսինքն մեկի դիմաց 10 անգամ արձագանքելու։ Բայց հայ ժողովուրդը ձեզ չի արձագանքում ոչ թե որ մենք անշնորհակալ ենք, ոչ թե որ մենք ապերախտ ենք, այլ որովհետև մենք ձեզ ճանաչում ենք, մենք ձեր սիրտն ենք տեսնում, մենք տեսնում ենք, որ դուք մեզ չեք եկել օգնելու, այն փոքրիկ Հայաստանը, որին որ մենք այնուամենայնիվ համարում ենք մեր երկիրը, մեր պետությունը եւ սկսել ենք արդեն սիրել որպես պետություն, մենք տեսնում ենք, որ դուք եկել եք մեր ձեռքից խլելու դա։ Սա դաժան իրականություն է, որ մենք ձեզ ավելի լավ ենք ճանաչում եւ մենք գիտենք, որ դուք ինչի համար եք եկել։ Մենք գիտենք, որ դուք գիտեք, որ եկել եք մեր ձեռքից խլելու։ Եվ մենք դա շատ լավ ճանաչում ենք։ Հետևաբար այն արձագանքը ձեր դիմաց ոչ թե այնա, որ մենք անշնորհակալ ենք, այլ մենք նեղված ենք, որ դուք այդպիսի քայլով եք մեր դեմ եկել։ Մենք վիրավորված ենք, որ դուք եկել եք մեզնից խլելու մեր հարազատին, մեր սիրեցյալին, մեր այն պետությանը, որի համար մենք կյանք ենք տվել։ Սա պատճառ համար 1։ Պատճառ 2. Դուք պնդում եք, որ դուք որոշում կայացրեցիք մտնելու քաղաքականություն, որովհետև հայ առաքելական եկեղեցին վտանգի տակ էր։ Այսինքն դուք ուզում եք ասեք, հայ ժողովուրդը անողնաշար է, անպատիվ է, անինքնասեր է, ընդհանրապես ժողովուրդ չի։ Սիրելիս, հայ առաքելական եկեղեցին գոյություն ունի արդեն 2000 տարի։ Իմիջիալոց շատերը նշում են, որ մենք պետականորեն քրիստոնյա ենք 1700 տարի, բայց մենք, եթե նայում ենք խորենացու մեզ թողած իր պատմագրությանը, ապա նա նշում է, որ մենք քրիստոնյա ենք եղել Աբգարից սկսած, արդեն ժողովուրդը քրիստոնյա էր։ Հետևաբար ես իրավունք եմ վերապահում ասելու, որ մենք արդեն 2000 տարի է, որ քրիստոնյա ենք եւ 2000 տարի է մենք ենք պահել եկեղեցին։ Գիտեք, Մատենադարանը որ կա, որպես դարան, թանգարան աշխարհում ունիկալներից մեկն է, դա հայ ժողովրդի արյան գնով է, մեր պապերի, ձեր պապերի արյան գնով է։ Այսինքն մենք չենք փախել ոսկի արծաթ տանելով, մենք գիրք ենք փախցրել։ Սա մեր ժողովրդի դարերի եկած այն բանն է, որ մենք պահել ենք մեր հավատքը, մենք պահել ենք մեր կաթողիկոսների։ Միթե մենք այնքան անինքնասեր ենք ու ինչ որ Նիկոլ որոշել է եկեղեցու դեմ արշավ սկսի ու մենք չենք կարող պաշտպանենք եկեղեցին, то մենք Ստալինի դեմ ենք նույնիսկ կարողացել պայքարենք։ Մենք պարսկական իշխանությունների, չգիտեմ, արաբական իշխանությունների եւ 100 ձևի այդպիսի իշխանությունների դեմ եկեղեցին ենք պահել, մեր հավատքն ենք պահել։ Դուք ինչ կարծում եք մենք չենք կարող մեր հավատքը պահել, որ սպասում ենք թե Ռուսաստանից մեկը պիտի գա, որ մեր եկեղեցուն պահապան լինի։ Միթե դուք չեք տեսնում, որ դա ժողովրդի պահանջն է այդ կաթողիկոսի հրաժարականը, ժողովրդի պահանջն է։ Իսկ եթե ժողովուրդը ուզենար, թող 100 Նիկոլ դեմ դուրս գալ կաթողիկոսին, կարծում եք ժողովուրդը չէր կարա պաշտպանել իր կաթողիկոսին, ես ինչ եք ասում։
Դուք եկեք մեզ օգնում, որ փրկեք եկեղեցին, ժողովուրդը ընդունակ չի եկեղեցին պաշտպանելու, իսկ հնարավոր է, որ դուք եկել եք ժողովրդին ասեք, այս ժողովուրդ լսում է սրան մենք ենք դրել, այս պետք է մնա, սենց է պետք։ Կներեք գրեհիկ լեզական խոսքիս համար, բայց նա այդ տեսակինն է։ Այնտեղ կաթողիկոս չկա։ Կաթողիկոսը վերակացել եկել է ձեզ հանդիպելու, բայց չի կարողանում Բաքու գնա իր Ադրբեջանի իր համա այդ լիդերին, Ադրբեջանի իսլամական լիդերին ասի, խնդրում եմ, մի քանդի եկեղեցին։ Դա իր կոմպետենտության մեջ է, ոչ թե վարչապետի։ Այդ ինքը պիտի գնա ասի, եկեղեցին կրոնական է, արի դու մերը մի քանդի, մենք քոնը կպահենք։ Բայց արիուտես ինքը վերընկած է իր տեղը։ Կներեք այս կոպիտ արտահայտության համար, բայց սա դաժան իրականություն է։ Եվ դուք չեք եկել փրկեք կաթողիկոսին, դուք եկել եք ստիպեք մեզ, որ պահենք սրան։ Չի լինելու, ինքը պիտի դուրս գա, որովհետև հայ ժողովրդին հոգևոր հայր է պետք։ Եվ գիտեք ի՞նչն է ցավը, որ դուք էլ գիտեք, որ այդ կաթողիկոսը կաթողիկոս չի, դուք էլ շատ լավ գիտեք, դուք էլ եք, ախր դուք նրան ավելի լավ գիտեք։ Դուք նրան ավելի լավ գիտեք։ Դուք ասում եք եկել եք փրկեք հայ եկեղեցին։ Ախր դուք գիտեք, որ աշխարհում հայ առաքելական եկեղեցին միակն է, որ տիտղոս ունի։ Այն չի կոչվում հայ առաքելական եկեղեցի, այն կոչվում է հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Ավելի ճիշտ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Սուրբ բառը ոչ թե ավելացված հոդակապ է, ոչ թե ածական է, ոչ թե մագբայ է, այլ տիտղոս է։ Եվ նա միակն է, որ արժանացել է այդ տիտղոսին։ Օրինակ Ռուսաստանի եկեղեցին չի կոչվում Ռուսաստանի ուղղափառ սուրբ եկեղեցի։ Այն չի կոչվում կամ կաթոլիկ եկեղեցին չի կոչվում Վատիկանի կաթոլիկ սուրբ եկեղեցի։ Ամեն մեկը իր կոչում իր անունը ունի, բայց հայ հայաստանյաց առաքելականը կոչվում է հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի։ Սուրբը նրա տիտղոսն է։ Երբևէ մտածել եք ինչի է այդ տիտղոսը կպցրած մեր եկեղեցում։ Այն ունիկալ եկեղեցի է եւ յուրահատուկ է իր դարերից մինչեւ այսօր անցած շրջանի մեջ եւ սրա մեջ մեծ ներդրում ունի հենց հայ ժողովուրդը։ Իսկ ձեզ համար եկեղեցին դա մի գմբեթատիպի շինություն է, որի մեջ մի ավազան կա, որի մեջ պետք է գտնալ վառած մոմը դնել, ձեռքով ինչ որ մի բան անել եւ ասել վերջ։ Սա էր մեր եկեղեցին։ Չէ, սիրելիս։ Եթե դուք ճանաչեիք հայ առաքելական եկեղեցուն, դուք կմիանայիք կաթողիկոսի փոխվելուն, որովհետև կաթողիկոսը բացարձակ չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու կանոնադրությանը, վարդապետությանը, շարժին, ձևին եւ իր ամբողջ պատմագրությանը։ Սա պատճառ համար երկրորդ։ Երրորդը, դուք վարչապետին ընդունում եք որպես փոքրիկ խմբակ եւ ասում եք, որ ահա երբ որ դու գալիք 10 տարին, ձեր վարչապետը ստանալու է 10 դրամ։ Կարևոր չի աշխատավարձը, ինձ դա չի հետաքրքրում։ Ոչ մեկ չի նկատում մի շատ կարևոր բան, որ դուք նշում եք գալիք 10 տարին։ Գիտեք, որ վարչապետի ընտրությունը 5 տարին մեկ է։ Դուք մեզ հայ ժողովրդին ասում եք հետևյալը. դու այ ժողովուրդ, այ քեզ ով էր այդ իրավունքը տվել, որ դու ընտրություն կատարես, թե ով է քո վարչապետը։ Այ երբ որ մենք գանք, այդ ընտրությունը քո ձեռից խլելու ենք։ Դու էլ բարոյական իրավունք չունես որոշելու ով է, որովհետև թեկուզ մյուս 5 տարին, այս 5 տարին իբրև որոշում եք, թե դուք եք, այն մեկն էլ եք դուք ասում, ուզես չուզես այս ժողովուրդ, մենք ենք ելնելու էլի, 10 տարի արդեն մերն է, դու էլ չկաս այդքան, կարող է քեզ տանք իրավունքն ես ձևական գնաց մի հատ թուղթ գցես, որ իբրև թե դու ընտրեցիր, բայց մենք ենք արդեն, սա դուք եք ասում, եւ դուք պնդում եք երկրի ղեկավարին փոքրիկ խմբակ ասելով, շեշտելով, որ ժողովուրդ դու ով էիր որ ընտրեցիր, դու չկաս, այդ փոքրիկ խմբակը դուք վարչապետին չեք ասում, փոքրիկ խմբակ դա ժողովրդին եք ասում,
Դուք ժողովրդին եք ասում, փոքրիկ խմբակ, եկել ենք, որ փոխենք քո որոշումները։ Սրանից հետո դու չես որոշելու, մենք ենք որոշելու, քանի դրամ կստանանք մենք ենք որոշելու, քանի տարի կլինի վարչապետը, ու մենք ենք որոշելու, թե ով կլինի վարչապետը։ Սա է այն պատճառը, որ դուք չեք ճանաչում հայ ժողովրդին։ Բայց մի կարևոր մի բան կա։ Այս 5 տարիների մեջ Փաշինյան Նիկոլը օգնեց, կարողացավ ժողովրդի մեջ բարձրացնել մի մեծ զգացում, որ Հայաստանը դա մենակ հայրենիք չի, դա նաև պետություն է։ Սա մեծ արժեք է, որ հայ ժողովուրդը շատ արագ դա ընկալեց, որովհետև ինքը չէր մոռացել, որովհետև իրան, ես հաճախ օգտագործում եմ բառը, լլկել ու ստիպել էին, որ նա մոռանա, բայց ինքը չէր մոռացել, որովհետև դա իր պետությունն է, դա իր հողն է, ինքն է այդ հողի վրա արյուն թափել, ու դուք չեք կարող, դուք ձեր ուղարկած մեծագույն լիդերը եւ հազարները, որոնց մենք տեսել ենք որպես ժողովուրդ, տո մենք տեսել ենք լուկուլոսներ, տո մենք տեսել ենք մակեդոնացիներ, մենք ով է, Պուտինը դեռ փոքր մարդ է, այնպիսիների դեմ, որոնց որ մենք տեսել ենք, բայց մենք կանք ու լինելու ենք, ու Հայաստանը լինելու է, որովհետև դա երկնայինի պահանջն է, դա երկնայինի կամքն է, սանում ես համոզվել եմ, ու թող երկնայինը օրհնի Հայաստանի Հանրապետությունը եւ օրհնելու է, թող երկնայինը օրհնի հայ ժողովրդին եւ օրհնելու է, եւ թող երկնայինը տա մեծ իմաստություն հայ ժողովրդին իր որոշելիքը անելու համար։ Ողջ լինենք։